Բարև բոլորին, թողեցի բուջուրներիս, ճաո, ու գնում եմ դեպի սպորտային ակումբ, մի քիչ պարապեմ, նոր աշխատանքը սկսեմ։ Այստեղ մանկապարտեզի սիստեմն էլ մի քիչ այլ մեր մոտից տարբերվում է Հայաստանից։ 3 տարեկանից սկսած մանկապարտեզ չեն ասում են սկոլա դ'ինֆանցիա, այսինքն եթե թարգմանեմ, ասում են մանկության դպրոց, մանկական դպրոց, չգիտեմ։ Իսկ մանկապարտեզ, այ մսուր մանկապարտեզ, իրանց մոտ դա 0-ից 3-ն է, որտեղ այստեղ շատ ընդունված է 6 ամսականից տալ մսուր, որտեղ շատերը աշխատում են եւ օգնող չունեն, իսկ վարձել դայակ բավականին թանկ հաճույք է եւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Կարող է իրենց ամբողջ ամսվա աշխատավարձը տանել դայակին, եթե դայակը գա ամեն օր 9-ից 6 օրինակ։ Բացի այդ էլ, եթե դա պետական մանկապարտեզ է, աշխատում են 3-ից 6 տարեկանների համար ժամը 8-ից 8:30-ից մինչև 4-ը։ Նույնիսկ այդ պարագայում էլի աշխատող ծնողին հարմար չի, եթե 9-ից 6-ը պետք է աշխատի, էլի իրան հարմար չի, կամ այդ 2 ժամը ինքը պետք է աշխատանքի չգնա, կամ տատիկ պապիկներին խնդրի, կամ այդ 2 ժամվա համար վերցնի դայակ։ Ես քանի որ տանից եմ աշխատում եւ իմ ժամանակը ես եմ կարողանում կառավարեմ, ես այդ խնդիրը չեմ ունեցել եւ մի աղջիկս գնացել է 1.5 տարեկանից, բայց ոչ թե մսուր, այ ոնց որ խաղային հրապարակ էսպես է կոչվում, ընդամենը 2 ժամ օրվա մեջ, բնականաբար շաբաթ-կիրակին ոչ, եւ միշտ չեմ էլ տարել։ Իսկ երկրորդ աղջիկս 2 տարեկանից է գնացել այդ նույն վայրը։ Հետո նոր 3-ից սկսել են գնալ սովորական այդ դպրոցը։ Խնդիր չունեի ես, որպեսզի գնայի աշխատանքի, որպեսզի նրանց անպայման տեղավորեի կամ դայակ գտնեի, այդ խնդիրը մեր մոտ չկար։ Դրա համար ինչ-որ չափով իմ բախտը բերել է։ Գնամ մի քիչ իմ սպորտին, ժամանակս անցկացնեմ, մի քիչ պարապեմ, ինձնով զբաղվեմ, վերադառնամ տուն, բազմաթիվ անելու գործեր ունեմ եւ տան, եւ աշխատանքի, չեք պատկերացնի ինչքան։ Բայց եթե հիմա չգամ այս ժամին ինձնով չզբաղվեմ, չեմ էլ գա այլևս։ Դրա համար գերադասվեմ գոնե մի ժամ տրամադրեմ ինձ։ Ջան, ես ինքս ինձ ոնց որ սպանեցի այսօր, այնքան եմ պարապել, դաժե քայլել չեմ կարողանում, բայց ոչինչ, ավելի լավ է տենց, քան թե նստել, համաձայն եք իմ հետ։ Անցնենք առաջ, գնանք մեր այլ գործերին, գնամ սուրճ խմեմ, որտեղ ես ինչպես միշտ ոչ խմել եմ, ոչ կերել եմ։ Գնամ սուրճի հետևից, մտնեմ սուպերմարկետ եւ անցնեմ իմ այսօրվա տնային գործերին։ Սպորտից հետո իմ նախաճաշը կլինի սա։ Հույս տանք մեզ, որ սա սպորտի համար է։ Եվ այսպես։ Մտնենք սուպերմարկետ, մի քանի փոքր գնումներ ունեմ։
ինձ ամենաշատը ստեղ գիտեք ինչն ա դուր գալիս, որ այս բոլոր սալատները, կանաչեղենը, ամեն ինչը լվացած է։ Դա իմ երևի ամենասիրելի բանն է ստեղ։ Հիմնականում սենց բաներ ենք երեխաներին տալիս, ցերեկները։ Երեխաների ամենասիրելի յոգուրտը։ Տեսնենք ինչ հաց ենք այսօր վերցնում։ Հենց սա։ Պոպկորն վերցնեմ, սիրում են երեխեքը, թող ուրախանան։ Վերցնեմ ձու։ Ընդհանրապես մեծ գնումների գնում ենք ամուսնուս հետ, որպեսզի կարողանանք մեքենայով լինել, որտեղ ես մեքենա դեռ չեմ վարում։ Իսկ փոքր ամեն օրվա այսպես կարողանում եմ վերցնել, որպեսզի հասնեմ տուն։ Դիսկեր, հացանձեռոցիկ։ Հատ մտնեմ կենթանիների խանութ, կատվիս համար կեր առնեմ։ Իմիջայլոց կատվիս Երևանից եմ բերել իմ հետ։ Եթե ձեզ այդ թեման հետաքրքրում է, կարող եմ մի օր կիսվել անգամ թղթերը ինչ են կարել, ինչ պրիվիվկաներ են կարել եւ ոնց եմ ես իրան բերել այստեղ։ Մեկ պերեսատկայով։ Այս այնքը սիրում։ Այս այնքը սիրում։ Այս ամենի համար վճարեցի 29 եվրո 40 ցենտ։ Բավական շատ վճարեցի։ Չեք պատկերացնում ինչքան եմ սիրում այս խնամված բակերը, այսինքն առատ բուսականությամբ ու իհարկե ոչ մեկ ձեր չի տալի, ոչ մեկ չի պոկում, դա բացառվում է։ Մի հատ նայեք այս բարդերը։ Ընդհանրապես սեփական տուն է։ Իր դիմացի բակը շատ գեղեցիկ մշակած։ Ու այս տեսակ ամենուրեք է։ Խոսքը իր մասին է։ Ես տեղափոխվել եմ 5.5 տարի առաջ եւ իրան չէի կարող վերցնել այդ ժամանակ, որտեվ նա դեռ չուներ ոչ մի անձնագիր, ոչ մի վակցինա։ Եվ այս տարի վերջապես ինքը հասավ ինձ։ Անունը Միշել է։ Մազերը մենք կտրում ենք, որտեվ շատ երկար է։ Խոզում ենք իր մազերը։